Ընդդիմության փողոցային պայքարը, որի մասին հայտարարել էին հանրապետական կուսակցության անդամները, ինչպես նախորդ բոլոր դեպքերում այս անգամ եւս ձախողվելու է, քանի որ քաղաքացիները կարողանում են տարբերակել կեղծը իրականությունից, հայտարարել է Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, նշելով, որ քաղաքական այդ ուժի նման հայտարարությունը փաստում է, որ արկա վախերի եւ քաղաքական հեղինակությունը որևէ կերպ փրկելու մասին։ Թվում է դա ընտրություններին հանրապետականի չմասնակցելու ձևերից մեկն է, որովհետև նրանք շատ լավ հասկանում են, որ որևէ շանս չունեն ընտրություններում, երևի որ մասնակցեն կարող հազիվ 1% հավաքեն եւ վերջնականապես չխայտարակվելու համար գուցե գնան փողոցային պայքար անեն։ ԿՊ խմբակցության ղեկավարը հակադարձել է նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը վերջերս հայտարարել էր, թե ինքն ավելի լավ կառավարիչ եւ առաջնորդ է, քան ներկայիս իշխանությունը։ Կոնջորյանը հիշեցրել է նրա կառավարման տարիներն ու այդ ընթացքում գրանցած արդյունքները։ Ռոբերտ Քոչարյանի կառավարման դեմքը դրանք իր իշխանության տարիներին բազմաթիվ հնչեղ քաղաքական սպանություններն են։ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը պատահական չի, որ շատերի կողմից բնորոշվել է որպես արյունոտ տասնամյակ։ Ռոբերտ Քոչարյանի կառավարման դեմքը դա գույք պարտքի դիմացն է, երբ Հայաստանի Հանրապետության պետական եւ ազգային հարստությունը օտար պետության տրվեց ջրի գնով։ Ռոբերտ Քոչարյանի կառավարման լավ դեմքը դա այն 100 հազարավոր մարդիկ են, ովքեր որ անվերադարձ հեռացան Հայաստանից։ Քոչարյանի կառավարման դեմքը բոլոր այն յուրացումներն են, որ տեղի են ունեցել։ Քոչարյանի կառավարման այլանդակ դեմքի վառապացույցը այսօր դատախազության կողմից դրանից պահանջվող $200 միլիոն թալանն է։ Դաշնակցության անդամ եւ կրթության ոլորտը համակարգող նախկին նախարար Լևոն Մկրտչյանը խորհրդարանական ընդդիմության հավաքական կերպարն է, որից դատախազությունը պահանջում է պետությանը վերադարձնել մեծ քանակությամբ ապօրինի անշարժ գույք եւ դրամական միջոցներ։ Նկատեց Կոնջորյանը, վերահաստատելով թալանված յուրաքանչյուր լումա անպայման հետ է վերադարձվելու պետությանը։ Նախկին իշխանությունները, ներկա ընդդիմությունը, առնվազն դրա մի մասը, օր ու գիշեր խոսում է ազգային արժեքներից, բարոյախրատական ճառեր է կարդում, բայց իր ուսերին ունի ապօրինի ունեցվածքի մի ահռելի բեռ, որից որևէ կերպ չի կարողանա ազատվել։ Ինչ վերաբերում է ԿՊ ներկուսակցական քարոզարշավի շրջանակում մարզեր այցերին, ապա Կոնջորյանի ներկայացմամբ ժողովրդի հետ շփումը ցույց է տվել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ներկայում իրեն անվտանգ եւ ապահով է զգում։ Մարդիկ գնահատում եւ տեսնում են գետնի վրա շոշափելի ձևով խաղաղությունը, մարդիկ տեսնում են, որ այլևս իրենք ուրեմն էգզիստենցիալ գոյաբանական սպառնալիքի առջև չեն եւ սկսում են մտածել իրական հարցերի մասին, իրենց տունը կառուցելու մասին, կրթության մասին, առողջապահության մասին, թոշակների մասին։ ԿՊ խմբակցության ղեկավարը չի ընդունում ընդդիմության այն քննադատությունները, թե վարչապետն ու Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները չարաշահում են լիազորություններն ու ժամանակից շուտ խորհրդարանական ընտրությունների համատեքստում քարոզարշավ իրականացնում։ Վարչապետը գրեթե ամեն ամիս, եթե ոչ ամեն ամիս, ապա պարբերականությունը շատ հաճախ լինում է մարզերում, շփվում է մեր քաղաքացիների հետ։ Մենք որպես խմբակցություն տարբեր այցեր ենք ունենում մարզեր, գործադիրի ներկայացուցիչներն են տարբեր այցեր ունենում մարզեր եւ դրանք բոլորը հրապարակային են, այսինքն եթե մենք 5 տարի չգնայինք մարզեր կամ վարչապետը չգնար եւ հիմա մենք գնայինք, գուցե այդ քննադատությունները ինչ որ տրամաբանություն կունենային։ Կոնջորյանը վստահ է, առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխանության ղեկը կրկին ստանձնելու է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, ընդգծելով դրա մասին են վկայում ոչ միայն միջազգային սոցհարցումները, այլև ժողովրդի վստահությունը կառավարության նկատմամբ։